Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հոդված համար 2-4-8 սրանք Հայաստանի ու Ադրբեջանի գլխավոր դիվանագետների ստորագրած խաղաղության պայմանագրի այն կետերն են, որոնք Բաքվի բռնապետը սկսեց ոտքի տակ առնել ոտքը սպիտակ տնից դեռ դուրս չդրած։ Նախախաղաղության երկրորդ հոդվածով օրինակ երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սակայն անցնող 4 ամսվա ընթացքում Ալիևի եւ նրա պաշտոնյաների լեզվից այդպես էլ չիջավ, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որն իրականում Թրամփի պատվին կոչված երթուղին է, Հայաստանի ինքնիշխան տարածքով ապահովելու Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ անցումը։ Չորրորդ կետում ներքին գործերին չմիջամտելու հանձնառությունն է, բայց հենց նույն պայմանագրի նախաստորագրությունը վերջնական դարձնելու համար Ալիևը առանց ավելորդ դիվանագիտական աճպարարության ուղիղ ասել է. պետք է փոխվի մեր մայր օրենքը, սահմանադրությունը, որտեղ էլ իբր տարածքային հավակնություններ կան իրենց նկատմամբ։ Իսկ սահմանադրական փոփոխության պահանջն ինչ է, եթե ոչ ներքին գործերի միջամտություն, ընդ որում այս գնահատականը հենց պաշտոնական Երևանն է տվել։ Եվ վերջապես հոդված համար 8 պայքար ռասայական խտրականության դեմ։ Սա օգոստոսի 8-ին Ամերիկայում պատմական կոչված իրադարձությունից 17 օր հետո Ալիևը մոռացավ նահանգների նախագահի առջև ինչ երդումներ է տվել։ Հայ հասարակությունը հիվանդ է, եւ ես սա բացահայտ ասում եմ։ Պայմանագրի մի կողմը չի ցանկանում իր շահը պաշտպանի, մյուս կողմը պարզ է, որ ցանկացած խախտում մարսելու է։ Եվ եթե դրույթը պայմանագրի նախաստորագրված փաստաթղթի էական պայման ենթադրող դրույթ է, ապա հայկական կողմը հետ կանգնի մնացած բոլոր դրույթներից, ասելով, որ մինչև մի այս դրույթը չապահովի, ինքը առաջ չի գնալու։ Այդ փաստաթուղթը իր հիմքով բավականին իրավական տեսանկյունից բավականին խոցելի է, անուղղակիորեն արդարացնում են էթնիկ զտումները Արցախի, բոլոր առումներով քաղաքական գործոնը ավելի մեծ է, քան իրավական։ Ինչ վերաբերում է պայմանագիրը վերջնական դարձնելուն, ասել է, թե հայ-ադրբեջանական փաստաթղթային խաղաղության կուլմինացիային հասնելուն առայժմ կոնկրետ ժամկետներ չկան։ Բաքուն մեր սահմանադրությունը փոխելու պահանջից հետ չի կանգնում, իսկ Երևանում պաշտոնյաները բանաձևում են, թե մեծ հույս կա ապագայում պայմանագիրը կստորագրվի։ Խաղաղության գործընթացն այս պահին բնականon հունով շարունակվում է եւ մենք մեծ հույս ունենք, որ համաձայնագիրը ապագայում կստորագրվի։ Այս առումով կան նաեւ անընդհատ կոնտակտներ։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ոչ թե Ալիևի պահանջը բավարարելու, այլ մայր օրենքի նկատմամբ հանրային վստահության պակասի պատճառաբանությամբ են Հայաստանի իշխանությունները նախատեսել անցկացնել եկող տարվա խորհրդարանական ընտրություններից հետո։ Այսինքն առնվազն 6 ամիս փաստաթղթային խաղաղությունը չի գա ու չի գա։ Մինչև այդ փորձագետները նաեւ պնդում են Ադրբեջանի հասարակական տրամադրություններում էական փոփոխություններ չկան։ Միջազգայնագետը այստեղ Ալիևի օգնական Հաջիևի խնդրանքն է հիշեցնում։ Բաքու այցելած հայ քաղաքասարակության ներկայացուցիչներին, թե մեր հանրությանը փոխանցեն, որ կոնֆլիկտն իրենց համար ավարտվել է։ Եթե մենք խոսում ենք երկու պետությունների միջև հարաբերությունները կարգավորելու գործընթացի մասին, ապա նման հայտարարություններ հենց պետք է ղեկավարության կողմից հնչեն, բայց իրականում մենք ինչ ենք տեսնում, որ ղեկավարության կողմից Ադրբեջանի հնչում են բոլորովին հակառակ հայտարարություններ։ Ամբողջ այս ընթացքում Ադրբեջանը հնարավոր ու անհնար ինչ քայլի ասես, որ չդիմեց տորպեդահարելու խաղաղության գործընթացը։ Եզրակացնում է մասնագետն ու հավելում. Ալիևի կաբինետին էլ սպասումն է պատել, սպասումը Հայաստանի ընտրության, ինչ խորհրդարան կձևավորի հայ ժողովուրդը, հետագա հաշվարկների համար է։ Գերմանիայում լրագրողների հետ զրույցում արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության Հայաստան-Եվրամիություն ռազմավարական գործընկերության փաստաթղթին վերաբերող հայտարարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին առաջարկել է միասին ճանապարհային քարտեզ մշակել ու զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի եւ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեմաները։ Փաշինյանը շեշտել է, ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ադրբեջանը մի կողմից շարունակում է կիրառել այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի խոսույթը, մյուս կողմից էլ բողոքում է, որ Հայաստան-Եվրամիություն ռազմավարական օրակարգի փաստաթղթում ներառվել է Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր ձևակերպումը։ Ադրբեջանը մի կողմից ասում է արևմտյան Ադրբեջան, մյուս կողմից ասում է վայ գրածա Ղարաբաղյան հայեր եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես 2025 թվականի իմ ուղերձում ներողություն 25 թվականի օգոստոսի 18-ին, օգոստոսի 8-ին հաջորդած իմ ուղերձում ես ասել եմ, որ այդ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է։ Եվ ես հիմա ուզում եմ բաց հրապարակային Ադրբեջանին անել առաջարկ, որովհետև այդ թեմաներով ինչքանով
իրանք խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք համատեղ ընդունենք ճանապարհային քարտեզ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Որտեւ ես արդեն ասել եմ բաց հրապարակային, ես մեր Ղարաբաղի ժողովրդին էլ եմ ասել, որովհետեւ ասում են, բա պիտի վերադառնանք, ես ասել եմ դա իրատեսական չի։ Ադրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել Մարտակերտի 17-րդ դարի երից մանկած վանքը։ Վանդալները պղծել ու ջարդուփշուր են արել բեմի վրա դրված եկեղեցու մանրակերտները, անհետացել է Սուրբ Սեղանին հենած խաչքարը։ Վանդալները ջարդել են նաև գեղաքանդակ խաչքարի ստորին հատվածը։ Վարչապետ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա, նա հանդիպումներ է ունենալու Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի եւ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Դեկտեմբերի 10-ին Համբուրգում նախատեսված Նիկոլ Փաշինյանի հանդիպումը քաղաքապետ Պետեր Չենչերի հետ, որին էլ հաջորդելու է Համբուրգի առևտրի պալատում վարչապետի հանդիպումը տեղի գործարարների հետ։ ԱՄՆ դեսպան Քվինը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատում խոսել է Ամերիկայի քաղաքական առաջնահերթությունների եւ հայաստանյան գործարար համայնքի հետ համագործակցության նոր հնարավորությունների մասին։ Նա հատկապես ընդգծել է օգոստոսի 8-ի խաղաղության գագաթնաժողովի կարևոր արդյունքները եւ Թրամփի ուղի նախագծի մեկնարկը, որը նոր տնտեսական ու տրանսպորտային հնարավորություններ է բացում Հայաստանի համար։ Դեսպանը վերահաստատել է Ամերիկայի պատրաստակամությունը խորացնելու գործակցությունը, հատկապես էներգետիկ անվտանգության, բարձր տեխնոլոգիաների, սահմանների արդիականացման եւ ներդրումային ծրագրերի ուղղությամբ, նպատակ ունենալով խթանել տարածաշրջանի կայունությունն ու բարեկեցությունը։ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Արաչինը կոշտ քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանությունների հարձակումը եկեղեցու վրա։ Այս մասին նա խոսել է Կիպրոսի մայրաքաղաքում Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցած պատարագից հետո։ Երբ Հայաստանում անարդարություն է կատարվում, Անտիլիասը կոչ է ասում։ Երբ Հայաստանում եկեղեցին եւ եկեղեցականները տեսակ հալածանքների եւ ձերբակալությունների են ենթարկվում, Անտիլիասը այդ քաջությունն ունի ոչ ասելու։ Իր խոսքում նշել է Արամ Արաչինը։ Անտիլիասը գործ կսե, և Հայաստանի մեջ արժեքները կան համարհվին, խորհրդանիշները կանդեսվին, Անտիլիասը ոչ կսե և ոչ կսադեր միշտ։ Երբ Հայաստանի մեջ եկեղեցին ու եկեղեցականները տեսակ հարազատներու ցերպականություններու կենթարկվին, Անտիլիասը այդ կաչությունը ունեցած է և ունի ոչ կսելու։ Երբ Հայաստանի մեջ ի վրաս մեր ժողովրդի շահերում և համազգային մեր կերակույն իդեալները կանգնեցին, Անտիլիասը ոչ ասած է և ոչ պիտի ասե։ Մենք կարծում ենք, որ Հայաստանը որևէ պատճառ չունի չընդունելու Ադրբեջանի առաջարկը։ Մեր առաջարկը մնում է ուժի մեջ, այս մասին Բաքվում Արաղչիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Երեք գումարած 3 ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը ներկայացրել է Ադրբեջանի նախագահը, եւ այս ձևաչափի շրջանակներում անցկացվել է 3 հանդիպում։ 2024-ի հոկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ առաջարկվել է հաջորդ հանդիպումը կազմակերպել Ադրբեջանի հովանու ներքո, սակայն ցավոք նման համաձայնության չհասանք։ Հայկական կողմը չի համաձայնել դրան։ Ներկայիս իրավիճակը տարբեր է, այս հանդիպումները այլ ուղիներով կազմակերպելու հարցն արդեն քննարկվում է, ասել է Բայրամովը։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է հյուրընկալել հանդիպումը։ Հայաստանի Հանրապետության իշխանության ներկայացուցիչները կրկին փորձում են խեղաթյուրել իմ խոսքը, թե իբր Եվրամիությանը դիմում եմ Հայաստանի Հանրապետության բարեփոխումներին հատկացվող աջակցությունը դադարեցնելու համար։ Փողը ոչ թե ժողովրդի, այլ ձեր կուսակցության համար է։ Չափազանց մեծ գին ունի անմեղ հոգևորականներին բանտարկելը եւ Քրիստոսի զավակների վրա հարձակվելը։ Այս մասին գրել է Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ Նշենք, որ Ռոբերտ Ամստերդամը դիմելով Եվրամիությանն ասել է՝ մի ֆինանսավորեք մի կառավարության, որը զուրկ է լեգիտիմությունից։ Ազգային ժողովի падգամավորների պահանջով խորհրդարանում արդարադատության, առողջապահության, նախարարության պաշտոնյաների եւ մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ քննարկում է տեղի ունեցել, որի առանցքը քրեակատարողական հիմնարկներում մեծ թվով դատապարտյալների մահերն են, որոնք գրանցվել են այս տարվա ընթացքում։ Օրենսդիրները բարձրացրել են գաղութներում պատշաճ բուժօգնության դեղերի հասանելիության խնդիրները, որոնց բացակայության հետևանքով է ըստ նրանց գրանցվում այսքան մահեր դատապարտյալների շրջանում։ Մեկ տարվա ընթացքում գիտեք 23 մահվան դեպք արձանագրվել քրեակատարող։ Սա սարսափելի մի
Սարսափելի մի ցուցանիշ, այս տխուր վիճակագրությունը նաև մեզ զգոնության, սթափության առիթ է տալիս, որ այս հարցերի վերաբերյալ մենք այնպես պետք է անենք, որ այդ 23-ը չդառնա 24։ Ցավով ուզում եմ նաև ասել, որ կարող այդ 24-րդը Աստված մի արածը նաև լինի Սրբազան հայրը եւ Միքայել Սրբազանը անհապաղ վիրահատության կարիք ունի, ես նաև այդ հարցն եմ բարձրացրել։ Որևէ ծայրահեղ առողջական խնդիր այս պահին առկա չէ, հատկապես արձանագրված, ոչ, ես խոսում եմ փաստերի մասին։ Բոլորի առողջական վիճակը գնահատվում է եւ ըստ էության որևէ սուր խնդիր մինչ այս պահը չի արձանագրվել։ Մահերը ունեն տարբեր պատճառներ, դրանցից 8-ը ինքնասպանություններ են, հիմնական մասը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց կողմից, 8-ը տեղի ունեցել քաղաքացիական հիվանդանոցներում։ Ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների արտահանումը կարգելվի եւս 6 ամսով։ Որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով, մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաեւ ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։ Կառավարությունը քննարկում է գործատուներին երկու խմբի բաժանելու գաղափարը՝ բարեխիղճ եւ ոչ բարեխիղճ։ Բարեխիղճ կդասվեն նրանք, ովքեր աշխատողների հետ ունեն օրինական գրանցված աշխատանքային հարաբերություններ, իսկ ոչ բարեխիղճ թաքնված աշխատողներ ունեցողները։ Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշել է, որ նախաձեռնությունը դեռ մշակման փուլում է եւ ներկայացվելու է հանրությանը, երբ պատրաստ լինի որպես նախագիծ։ Գործատուների այս տարանջատումը հնարավորություն կտա պետությանը տարբեր մոտեցումներ կիրառել աջակցության ծրագրերում, ինչն էլ կխրախուսի գործատուներին հայտնվել բարեխիղճների ցանկում։ Միջազգային համագործակցության շնորհիվ արգելափակվել է Hello Bit ֆինանսական բուրգի կայքերի գործունեությունը։ Արգելափակման արդյունքում տվյալ հասցեներն այլևս հասանելի չեն, ինչը միտված է կանխելու քաղաքացիների հետագա մոլորեցումն ու հնարավոր ֆինանսական վնասները։ Այս մասին տեղեկացրել են ներքին գործերի նախարարության կիբերոստիկանությունից։ 12-րդ դասարանցիները հնարավոր է շուտով դպրոցներում վարորդական իրավունքի տեսական գիտելիք ստանան։ Խորհրդարանում իշխանական թևի падգամավորի հայտարարությանն ի պատասխան կրթության նախարարն արձագանքեց. հրաշալի առաջարկ է, կքննարկեն ու գուցե սեպտեմբերից կմեկնարկեն։ Ես կողմ եմ, որպեսզի 12-րդ դասարանում վարորդական դասընթացը առնվազն տեսական մասով դառնա հնարավորություն մեր աշակերտների համար եւ իրենք կարողանան նաեւ հանձնել համապատասխան քննությունները, վստահ եմ, որ կարող ենք առնվազն սկսել փորձարկել օրինակ ավագ դպրոցներից հաշվի առնելով նաև կադրային հնարավորությունները։ Նախարարի այս հայտարարությունը քննարկումների շարժառիթ դարձավ։ Ոլորտի փորձագետները նշում են, թե աշխարհում ընդունված պրակտիկա է որոշ երկրներում նույնիսկ պարտադիր, բայց մեր երկրում այն ներդնելու համար բավականին մեծ ջանքեր կպահանջի։ Դրա տեսական ուսուցումը անիմաստ է, այսինքն եթե մենք պետք է դպրոցներում տեսական սովորեցնենք, դա անիմաստ է, որտեղ աշակերտը ինքն էլ կարող է այդ հարցերը վերցնել, տանը տեսական սովորի։ Ուսուցման ամբողջ արժեքը իր գործնական հատվածի մեջ է։ Իսկ գործնական հատվածը անելու համար դպրոցներին պետք են մեքենաներ, ինստրուկտորներ, իսկ դա հսկայական ծախս է, որովհետև եթե մի քանի 100 աշակերտներ մեկ մեքենայով չեք կարող սովորեցնել։ Եթե տվյալ առարկան նպաստելու է երթևեկության կարգ ու կանոնին, անվտանգությանն ու քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, ապա դա միայն ողջունելի է, ասում է ոլորտի փորձագետը։ Միաժամանակ նաև ընդգծում դպրոցներում կան հրատապ լուծման կարոտ ավելի կարևոր խնդիրներ եւ վարորդական վկայականը ամենակիչը պիտի հետաքրքրեր կրթության նախարարությանը։ Մենք հիմա կանգնած ենք լուրջ կրիզիսային վիճակների առաջ ու այդ իրավիճակների մեջ երեխաները դպրոցում վարորդական գիտելիքներ կստանան թե չէ 1000-րդ հարցը մանավանդ արհեստական բանականության զարգացման process-ին եթե նայենք self-driving car-երը որոնք մեքենայով հենց իրենք առանց վարորդի քշում են դա համատարած պրակտիկա է դառնում իրականում գոնե դրա մասին մտածենք ասենք հասկանանք թե ասենք այդ խնդիրը ասենք երբ որ այդ երեխան թե կմեծանա այդ խնդիրը ակտուալ է լինելու թե չէ մենք զբաղվում ենք մարդկանց գլուխը ծանրաբեռնելով անիմաստ ոչ առաշային հարցերով։ Փորձագետները հորդորում են նախ կրթական համակարգի իրական հնարավորությունների ու առաջնահերթությունների գնահատում իրականացնել, ապա նոր անցնել հաջորդ նորարարական նախաձեռնություններին։
Դեկտեմբերի 8-ին 71-ամյա Աշոտը Օփելով Թևոսյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել ծառին։ Վարորդին մեքենայից դուրս բերելու համար փրկարարծարայության Երևանի TV-ներորդ հրշեջ փրկարարական ջոկատի եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը օգտագործել է տեխնիկա։ Բժիշկներն էլ մինչեւ հիվանդանոց տեղափոխելը մեքենայում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նա ավելի ուշ հիվանդանոցում մահացել է։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի պարեկները Դեկտեմբերի 5-ին Պրոշյան փողոցի թիվ 14 հասցեի դիմաց բախվել են 29-ամյա Գոհար Մանուկյանի Տեսլան, 28-ամյա Սևակ Գաֆարյանի Kia Forte-ն եւ 21-ամյա Միքայել Շահբազյանի Hyundai-ին։ Մեքենաները բախվել են թույլատրելի հատվածում կայանված BD-ին, Hyundai-ին, Nissan-ին, Opel Astra-ին։ Kia Forte-ի վարորդը տեղում մահացել է, իսկ Տեսլայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամանել են փրկարարծարայության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի կենցաղային եւ մարտական հաշվարկներ, ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի երկրորդ վաշտի Տեսլայի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում, իր մոտ էլ չի ունեցել հայկական վարորդական վկայական։ Ավելի ուշ նա քննիչի որոշմամբ ձերբակալվել է ու տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ Նշված ավտոմեքենաները կայանված են եղել ճանապարհի թույլատրելի հատվածում։ Դեկտեմբերի 7-ին Բաղրամյան պողոտայում բախվել են Ռենոն եւ Հոնդան։ Բախման հետևանքով երկու մեքենան էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց բախվել մայթին։ Դրանցից մեկն էլ կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը, մյուսն էլ երկաթե դարպասի մի հատված։ Մեկ հոգի տեղափոխվել է Հերացու անվան առաջին համալսարանական հիվանդանոց։ Տեղում էին փրկարարծարայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։ Իմ տեղեկություններով Սպիտակ էլեկտրամոբիլի համարանիշները հաշվառված է Հանրապետության նախագահականի հաշվեկշում, այդպես են ասում։ Այդ համարանիշները համարվում են նախագահական համարանիշներ։ Դեկտեմբերի 8-ին 28-ամյա Հակոբը Պորշո Բրազիլիայի հրապարակում բախվել է թույլատրելի հատվածում կայանված ոստիկանության Պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված ծառայողական մեքենային։ Վիրավոր Պարեկին Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է բժշկական կենտրոն։ Տեղում էին ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։ Պորշի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, իսկ մեքենայի անվադողերը կիսամաշ էին։ Դեկտեմբերի 7-ին Toyota Camry-ն հաղթանակի զբոսայգում մառախուղի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել մի քանի սանդուղք ու հայտնվել արհեստական լճակում։ Օպերատիվորեն ժամանած փրկարարծարայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման հերթապահ խումբը աշխատանքներ է կատարել մեքենան ուղղելու համար։ Տեղում էին ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեկտեմբերի 6-ին Երևան-Սևանի Ջևան ճանապարհին բախվել են 59-ամյա Աշոտի Մերսեդեսն ու 20-ամյա Նարեի Kia Forte-ն։ 4 հոգի վնասվածքներով տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ է գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում էին փրկարարծարայության Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի պարեկները։ Դեկտեմբերի 6-ին 67-ամյա տղամարդը բեռնատարով Երևան-Գյումրի Բավրա ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց ու կողաշրջվել։ Վարորդը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների եւ փրկարարծարայության ԱՆԻ-ի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել։ Դեկտեմբերի 5-ին 35-ամյա Նարեկը Kia Rio-ով Աբովյան Արամուշ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց կողաշրջվել։ Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը բուժօգնություն է ցուցաբերել ուղևորին, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել։ Տեղում էին ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Եվ տափերական գյուղում անհայտ անձինք ճաղավանդակը կոտրելու մատուռից գողացել են Վանից գաղթած ընտանիքի կողմից փրկված 13-րդ դարի Չարխափան ավետարանը։ Որտեղ ա եղել դրած գիրքը։ Այս ավետարանը։ Այս Մանուկ Հիսուսի ձեռի ավետարանն է։ Հա, քանի տարի է այստեղ ա եղել։ Դե պապերի, ասենք
7 պորտի մեջ եղել ավետարան, էլի, որ Վանից գաղթել են, իրանք Վանից են բերել։ Ծայրացած գյուղացիները իրավապահներին են դիմում, որ առաջ բացահայտել այս դեպքն ու վերադարձնել ավետարանը մատուռ։ Այլ բան չես կարող ասել, սրբապղծություն։ Նոր Արեշ 22 փողոցում հակասանիտարական վիճակ է։ Դիտահորից կեղտաջրերը դուրս են գալիս, լցվում նաև բնակիչների տներ։ Սենց եթե հողամասել կլցվի, ծառերը կփչան արմատով, բանով։ Մի քանի անգամ բնակիչներն իրենք են վճարել տեխնիկա ու աշխատուժ կանչել, բացել դիտահորերը, կար ժամանակ անց նորից նույն պատկերն է։ Երեք օր մենք ահազանգում ենք, 3 օր։ Եղավ 76 տուն, ես հիմա կտեղեկացնեմ հարկերից։ Իսկ միջև է չեք տեղեկացրել։ Տեղեկացրել էինք։ Բախի չեն մոտենում։ Ամբողջ փողոցը գարշահոտ վիճակ է։ Այսօր արդեն 3-րդ անգամ է տեղեկացնում։ Քաղաքացիների խոսքով պետք է փոքր դրամաչափի մաշված գոյուղատարերը փոխարինվեն նորերով։ Այս պարագայում վստահ են, որ խնդիրը կլուծվի, բայց ոչ Վեոլիա ջուրը եւ ոչ էլ Էրեբունու վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը չեն արձագանքում իրենց խնդրանքներին, մինչդեռ այս խնդիրը շտապ լուծման կարիք ունի։ Մոտ 100 ծավել, 100 մետրի ծավել, եթե փոխվի ավելի մի քիչ մեծ խողովակներ դրվի, կմաքրվի էլի։